Միքայել arczepiskopos-ը Սա ինչ մեսիջ է։ Ռազմական հեղաշրջման կոչ չէր արել, դա fake էր այդ տեսանյութը։ Դե դատախազությունը մի անգամ ասել էր, որ մի անգամ ասել էր, իսկ երկրորդ անգամ մի անգամ, այո, բայց կան հանցակազմեր, որոնք բան են, որոնք ավարտվելու համար մի քանի գործ դե մարդիկ այս ամենը փնջի տակ են տեսնում։ Ինչ փուլացնել ձեր Այսինքն Միքայել arczepiskopos-ը քաղաքական խնդրեմ էր։ Դե հակաքարոզ էր անում ձեր դեմ, դա ակնհայտ։ Հե բանում էր 5 տարի անում էր։ Դե մի օր պետք է։ Այնա դուք եք ասում, որ առաջ խնդիր չէիք տեսնում։ Թե հիմա արեց ու հասել էր արդեն պիկին է։ Բա 5 տարի առաջ ինչի 5 չէ, երբ է դա ասել 4 տարի առաջ էր կարծեմ ասել։ Այն ժամանակ ինչի խնդիր չէ։ Ձեր հակայի եկեղեցական արժեքի հետևանքն է դա։ Բա այն ժամանակ եթե նույնիսկ նման բան կա, ինչի, ուզեմ ասեմ ինչի հիմա դա հասունացավ, որովհետև հիմա մի դեպքում մարդը այնքան կրկնեց իր ասածը, որ դա արդեն դարձավ հանցակազմ։ Այսինքն մի բան է հիմա մարդը հիմա մենք էլ զրուցում ենք, կարող եմ ինչ-որ բան սխալ ձևակերպեմ, ինչ-որ բառ սխալ օգտագործեմ եւ այն գիտեք որ քրեական օրենսգրքում կան մի շարք հանցատեսակներ, որոնց օբյեկտիվ կողմը դրսևորվում է խոսքով։ Աչապահյանը հա մի անգամ ասել է, մարդիկ ասել են դե լավ, հիմա մարդ հա բորբոքված է եղել միգուցե ասել է, բայց դուք երկրորդ անգամ կրկնել, երրորդ անգամ կրկնել, դա դարձել է գիծ։ Ու եկել է մի պահ, երբ որ նույնիսկ ասել է, որ Հայաստան չպետք է ժողովրդավարական պետություն։ Այնինչ Հայաստանի Հանրապետության սահմանադրության ամփոփող հոդվածը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է։